Պարոն Պապիկյան, առավոտյան անվճարություն եղավ, որ Սոտքում։ Ում են պատասխանում ժողովուրդ, հերթը։ Սոտքում ինչ վիճակ է, առավոտյան։ Ներողություն։ Քանի որ ներքևում ես գործընկերուն խոստացել եմ, թողեք ինքս սկսեմ։ Հետո դուք եք եղել դուք կատարել։ Պարոն Պապիկյան, Պաշտպանության նախարարությունը արդեն գրեթե 12-րդ հերթում է տարածում, որ հայկական կողմը չի կրակում։ Ինչու ապացույցներով չեք խոսում Ադրբեջանի հետ։ Մենակ արբանյակները նկարացնեն, որ հայկական կողմը չի կրակում, որևէ գործողություն չի դիմում։ Արբանյակային նկարները չեն կարող ցույց տալ գնդակների կրակելու չկրակելու մասին։ Դրա համար պետք են տեսաբանություններ։ Իսկ քանի որ մեղադրողը մենք չենք, այլ մեր հարևաններն են, մենք դրա համար ասում ենք, եթե ունեք ապացույցներ, տեսանյութեր տրամադրեք մեզ։ Մենք պատրաստ ենք ուսումնասիրել, հետաքննել։ Մինչ օրս չենք ստացել նմանատիպ արձագանքներ։ Իսկ ինչու դուք չեք ուզում ապացույցներով դուք խոսեք, մեր պաշտպանության Ինչի մասին խոսենք, չեղած բանի ինչ է ապացույցը։ Իսկ Ադրբեջանի կողմից կարող է մի տեղաշարժ կա թե Ոչ, չկա։ Այսինքն պատերազմի վտանգ դուք չեք տեսնում։ Ես չեմ կարող գնահատական տալ, թե ինչու է տարածվել նման տեղեկատվություն, մենք մի վարքյան։ Սա մեր գնահատականն է եղած փաստերի հիման վրա։ Եթե կլինեն փաստեր, մենք պատրաստ ենք ուսումնասիրել, հետաքննել։ Այլ բան հարգելի գործընկերներ, բայց հիմա հարցը այստեղից է։ Հարգելի գործընկերներ, որպեսզի նման գնահատական տամ, պետք են հետախուզական տվյալներ։ Այս պահին գետնի վրա նման երևույթ տեսանելի չէ։ Մամուլում տեղի ունեցող ապատեղեկատվությունը նրա մասին, որ տեղի են ունենում կուտակումներ, զորքերի տեղաշարժեր, պաշտպանության նախարարությունը չի հաստատում։ Պարոն Պապիկյան, հիմա բոլոր վտանգավոր կրակոցները, խախտումները, որոնք ուղղված են մեր դիրքերի վրա, մեր անձնակազմի վրա, մշտապես պաշտպանության նախարարության կողմից տրվել են հաղորդագրություններ եւ բացատրություններ։ Ադրբեջանական կողմը ինչու է հիմա Եվ հիմա կրակել է աչքա կրակ է, ասում եմ անկախ նախկինում ունեցած պաշտոնից, ներկա պաշտոնից, ես ասում եմ պաշտպանության նախարարությունը մի քիչ առաջ է հայտարարությամբ հանդես եկել կամ մի ժամ առաջ, որ մեր հարգելի գործընկերները միայն տարածեն ճշտված տեղեկություններ, իսկ տեղեկությունները ճշտված են, եթե դրանք ճշտված են պաշտպանության։ Պարոն Պապիկյան, հիմա Պարոն Պապիկյան, հիմա Հայաստանի տարածքում քանի Ադրբեջան։ Պարոն Պապիկյան, թոկաբորբից զինվոր են մահացել, ինչու պատշաճ չի ապահովում զինծառայողների։ Զինված ուժերում տեղի ունեցող բոլոր դեպքերի մասով տեղի են ունենում ծառայական քննություններ, տեղի են ունենում քննություններ պատկան մարմինների կողմից։ Ինչ աշխատանքից չեն ազատվում պատասխանատուները։ Երկու հարց էր Մի մոռացեք հետևել մեզ Facebook-ում, ինչպես նաև բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։